Բարև ձեզ։ Ուկրաինական ուղղությամբ վերջին ամիսների թեժ եւ ինտենսիվ զարգացումները, որոնք կարծես թե նախանշում են այդ պատերազմի ուժգնացման նոր մակարդակի մոտալուտ հեռանկար, հասնում են Կովկաս։ Առհասարակ դրանք Կովկասից հեռու չեն եղել, բայց հասնում են կարծես թե ֆիզիկապես։ Ամենայն դեպս հարված է հասցվել Կասպիցի ռեգիոնում։ Ուկրաինան հարվածել է Կասպից ծովում իրանական բեռնափոխադրող նավի, ասելով, որ այն ռազմական բեռներ է փոխադրում Ռուսաստանի եւ Իրանի միջև։ Հարվածի հետևանքով իրանական անձնակազմը ունի զոհ։ Թեհրանը հայտարարել է, որ այդ հարվածը չի մնա անպատասխան եւ նաեւ բավականին բազմիմաստ ակնարկ արել Ուկրաինային աջակից պետությունների հասցեին։ Կոնկրետ անուններ նշված չեն, բայց սա շատ հետաքրքիր հանգամանք է։ Եվ նախանշում է, որ Կասպիցի ուղղությամբ ուկրաինական հարվածը պարզապես Ռուսաստանի ուղղությամբ վերջին ամիսների ուժգնացած հարվածների հերթական մի դրվագ չէ, այլ առանձին պատմություն։ Պատմություն, որն ի վերջո կարող է բերել նրան, որ միանան հյուսիսի եւ հարավի պատերազմները, նկատի ունեմ ռուս-ուկրաինական պատերազմը մերձավոր-արևելյան ծոցի պատերազմի հետ։ Առավել եւս, որ թե հյուսիսում, թե հարավում ակնհայտ են թեժացման մոտիվները եւ միտումները, եւ դրանք կրկնեմ կարող են միանալ հարաբերական կայունության օազիսի տպավորություն թողնող միջին միջանցքի գոտում, տվյալ պարագայում Կասպիցի ռեգիոնում, որը հետագայում կարող է նաեւ այսպես ասած օազիսի ճաքը տարածել կամ դեպի Կենտրոնական Ասիա կամ դեպի Եվրոպա։ Համենայն դեպս, եթե դիտարկենք աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից, ապա այդ ճաքը եւ տարածումը կարող են ունենալ իսկապես երկու առանցքային թիրախ՝ Չինաստան եւ Եվրոպա, որովհետեւ միջին միջանցքը ըստ էության մնացել է այդ երկու բևեռների կամ երկու սուբյեկտների միջև առևտրային խոշոր համաձայնության պոտենցիալ տրանսպորտային արահետ։ Եվ սրա մասին բազմաթիվ հայտարարություններ անում են նաեւ Եվրամիության առաջնորդող պաշտոնյաները, քանի որ Եվրամիության համար սա հատկապես կենսական նշանակություն ունի։ Եթե արգելափակվում է նաև այս առևտրային միջանցքը, եթե փակվում են այստեղ հաղորդուղիները, ապա Եվրամիությունը ամբողջապես կտրվում է համաշխարհային տնտեսության առանցքային ուղղություն դարձող ասիական ուղղությունից, Չինաստանից, Հնդկաստանից, եւ սա հասկանալի է, թե ինչ աշխարհաքաղաքական մահվան տարբերակ կարող է լինել Եվրամիության համար, իրականացնելով Եվրոպան ամբողջապես իր քաղաքական ռազմավարության տակ դնելու Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի ձգտումներն ու ցանկությունը։ Եվ այստեղ նաև հարց է առաջանում, թե արդյոք այդ երկու պատերազմների միացման շահառու լինել չի կարող հենց Միացյալ Նահանգները Ուկրաինայի միջոցով, առավել եւս, որ նահանգները կարծես թե ուկրաինական պատերազմի թեժացման պատասխանատվությունը հրապարակավ դնում է Եվրոպայի վրա, թեպետ պարզ է, որ Ուկրաինայի հանդեպ ազդեցություն այսօր ունի ոչ միայն Եվրոպան, այլ գրեթե բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, այն դիտարկելով իրենց խնդիրները լուծելու գործիք եւ ով լինի ավելի արդյունավետ, այդ գործիքը կծառայեցնի հենց իր խնդիրները լուծելուն։ Եվ այստեղ է նաև շատ էական, որ այս իրադարձությունները տեղի են ունենում Մարկո Ռուբիո Սերգեյ Լավրով հանդիպման ֆոնին։ Հանդիպում, որ տեղի ունեցավ Ասիա-Խաղաղօվկիանոսյան նախարարական հավաքի շրջանակում եւ տևեց կես ժամ։ Անկասկած է, որ կես ժամը հազիվ թե բավարարի որևէ լուրջ հարց քննարկելուն, հետեւաբար մեծ հավանականությամբ այս հանդիպումը եղել է սլաքները ճշգրտելու մասին։ Եվ այստեղ է շատ էական, որ ահա դրա ֆոնին ուկրաինական պատերազմի սլաքներն ուղղվում են դեպի Կասպիցի ռեգիոն, դեպի այդ Եվրամիության համար տրանսպորտային հարաբերական կայունության օազիս։ Եվ այդ օազիսը կարող է ճակ տալ, եթե իրադարձությունները զարգանան հաջորդական տրամաբանությամբ։ Եվ այստեղ կառաջանա հարց, ճակ կարող են տալ դեպի Կենտրոնական Ասիա, թե դեպի Եվրոպա, ինչպես նշեցի, դեպի Չինաստան, ավելի շատ խնդիրներ առաջացնելով Չինաստանի, հենց քթի տակ, ինչպես ասում են, թե դեպի Եվրոպա։ Իհարկե այստեղ ոչինչ ամենևին այդպես միարժեք պարզ չէ, որովհետև թե Կենտրոնական Ասիան, թե եվրոպական ուղղությունը, Կովկասը նաև իրենց բազմաթիվ մտահոգիչ շերտերն ունեն նույն Ռուսաստանի համար, բայց հենց այստեղ է շատ էական, որ տեղի է ունենում այս ամենը տեղի ունենում Ռուբիո Լավրով հանդիպման ֆոնին եւ առաջացնում հենց այդ հարցը, ինչ սլաքներ են ճշգրտվել։ Եվ այս տեսանկյունից օրինակ հարց է նաև, թե
Այդ սլաքները ինչ կարող են ցույց տալ Թրամփի ուղու հեռանկարի իմաստով, որովհետև Թրամփի ուղին միջին միջանցքի այս պատմության մեջ առանցքային մի կետ է կամ դրվագ, գործիք Միացյալ Նահանգների ձեռքին եվրոպական հավակնությունները վերահսկելու համար։ Հիշեցնեմ, որ Թրամփի ուղին իրականություն դարձավ առնվազն փաստաթղթային արձանագրման տեսքով հենց այն ժամանակաշրջանում, երբ իրականություն էր դառնում կամ միս ու արյուն էր ստանում ռուս-ամերիկյան երկխոսությունը Թրամփի պաշտոնամուտից հետո։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հայտնի եռակողմ գործողությունը, իսկ դրանից ընդամենը 2 օր առաջ Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայում Պուտինի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվում օգոստոսի 8-ից 1 շաբաթ անց Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերյալ։ Եվ այստեղ էական չէ ներկայումս այդ հանդիպման պայմանավորվածությունները օրակարգային են թե ոչ։ Իհարկե կողմերը հայտարարում են, որ դրանք չկան կամ չեն եղել։ Բայց համաշխարհային քաղաքականության մեջ թերևս առավել իրական եւ առարկայական գետնի վրա տեղի ունեցող են լինում չհայտարարվող, քան հայտարարվող եւ ընդունվող պայմանավորվածությունները, որովհետեւ չհայտարարվելու դեպքում դրանք առավել ազատ են իրականացման պատասխանատվության տեսանկյունից։ Եվ այս առումով է նաեւ, որ կրկնեմ, Կասպիցի ուղղությամբ հարվածը կարծում եմ ամենևին պատահական կամ ընդամենը հերթական հարված չէ հարվածների լայն շրջանակի համատեքստում։ Սա առանձին պատմություն է, որը կարող է ծավալվել եւ որը կարող է իր ծավալումով մի կողմից հնարավորություն պարունակել Հայաստանի համար, մյուս կողմից իհարկե մարտահրավերներ։ Երկու պարագայում էլ Հայաստանին անհրաժեշտ է կենսունակ քաղաքական կարողություն ունեցող իշխանություն։ Բայց արդյոք Հայաստանն ունի այդպիսի իշխանություն, որովհետև այստեղ մարտահրավերները չեզոքացնելու եւ հնարավորությունները օգտագործելու համար պետք է իշխանություն, որը ներքին որակների եւ ներքին իրողությունների բերումով է կենսունակ, այլ ոչ թե արտաքին կենտրոնների միջև զանազան խոստումներով մանևրելու եւ այդ խոստումներով մանևրելու տրամաբանությունը ընդամենը Ադրբեջանի ու Թուրքիայի պայմաններին անձնատուր լինելու քաղաքականությամբ ուղեկցելու։ Այս մեծ մարտահրավերը Հայաստանի համար առկա է, անկախ նրանից Կովկասի ուղղությամբ կլինեն նոր իրողություններից կամ նոր սցենարներից բխող մարտահրավերներ, թե հնարավորություններ, դրանք միշտ կան առհասարակ։ Նոր բնույթ կստանան անկասկած, բայց դրանք դեռ պետք է չեզոքացնել եւ օգտագործել համապատասխանաբար։ Մինչդեռ Հայաստանում մենք ներկայումս չենք տեսնում բավարար ներքին որակներ, որոնք թույլ կտան մտածել, թե Հայաստանն ունի պետական քաղաքականության բավարար ներուժ մարտահրավերը հեռացնելու եւ հնարավորությունը արդյունավետ օգտագործելու համար։ Բայց այստեղ նաեւ շատ կարեւոր է, որպեսզի հասարակությունը եւ իհարկե նաեւ քաղաքական ընդդիմությունը առնվազն իրենց դերի մասով պատրաստ լինեն իրավիճակի զարգացմանը։ Եվ այս տեսանկյունից է կարևոր հետևել եւ գնահատել փոփոխությունների տրամաբանությունը, որովհետեւ եթե անգամ միայն հասարակությունը եւ ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերը լինեն նոր իրողություններին պատրաստ, սա անշուշտ զգալիորեն թույլ կտա Հայաստանին որպես պետություն լինել ավելի պատրաստ եւ կենսունակ, անկախ քաղաքական իշխանության կարողություններից։ Վերջին հաշվով սեղանին պետության ճակատագիրն է եւ այստեղ շատ բան կախված է, թե այդ պետության ցանկացած դետալ իր մասով որքան է պատրաստ այդ ճակատագրի հարցում պատասխանատվություն ստանձնելու։ Եվ ըստ էության, եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ընդլայնել պատրաստների շրջանակը, ապա կարծում եմ ժամանակի ընթացքում կմաղվի անպատրաստների շրջանակը։ Իհարկե Հայաստանը շատ ժամանակ չունի, բայց նաև շատ կարևոր է ժամանակին հետևել իրադարձություններին եւ շոշափել դրանց փոփոխության միտումները։ Այդ մաղելու process-ը արդյունավետ եւ Հայաստանի համար անկորուստ իրականացնելու նպատակով։